24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ իրավաբան Արմեն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Խոսենք վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի շրջագայություններից, մասնավորապես Եգիպտոս այցից, դուք ինչ տպավորություններ ունեք, տարբեր հանդիպումներ ունեցավ, հետո արդեն Թրամփի հետ ձեռքսեղմ մոտեցանք բավականին ջերմ, հետո այն, որ նա Թրամփին ասում էր, որ ինքը Հայաստանի վարչապետն է, հիշեցնում էր նրան, առհասարակ այցի նպատակը եւ կարեւորությունը։ Անկեղծ լինեմ, այցի նպատակից տեղյակ չեմ։ Վերջի շրջանում 50-ը հատելուց հետո խստագույնս հետևում եմ առողջությանս, նյարդային համակարգին եւ հնարավորինս աշխատում եմ առողջությանս վնաս տվող երևույթներից հեռու մնալ։ Բայց այն ինչ որ համացանցում տարածված է, այդ սարսափելի է ուղղակի։ Մասնավորապես որ հատվածը Թրամփի հետ հիշում եք երկխոսությունը 21 թվականին Հայ ազգային կոնգրեսի համագումարում Տեր-Պետրոսյանը միտք արտահայտեց, որ Նիկոլ Փաշինյանին ընտրելու դեպքում մենք արժանանալու ենք աշխարհի ծաղրուծանակին ու ընդամենը 4 տարի հետո մենք հայտնվել ենք այդ վիճակում։ Ես որպեսզի օրինակ հեռուստադիտողը, մի փոքր տեղեկացված, մեր ներքին կյանքից, անցուդարձից, պաշտոնական հանդիպումներից, օրինակ թող հիշեն, կարող եմ բացել համացանցում շատ կա այդ կադրերը, Տեր-Պետրոսյանի այցը, Ստամբուլ, այդ օդանավակայանի շատ հայտնի կադրեր են, երկրի առաջնորդի պահվածքը, երբ հզոր պետությունների ղեկավարներ, քայլում են հեռվից, այդ մեջքի հետևից գալիս են, որպեսզի բարևեն։ Ու երեկվա մեր պետության ղեկավարի այդ պահվածքը Եգիպտոսում, երեկ առաջինն էր։ Երբ որ գնում է մի մարդու հիշեցնում է, թե ով է ինքը, երբ որ 2 ամիս առաջ ըստ իրեն պատմական իրադարձություն է տեղի ունեցել։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ Նիկոլը գիտի, որ Թրամփը հնարավոր է, որ անգամ իրեն չհիշի։ Ու հիշեցնում է, թե ինքը ով է։ Ես այս համատեքստում այդ պատկերի սարսափելիության աստիճանը, բանանելու համար Ալբանիայի վարչապետը իր հերթին է հումոր անում, տեսել եք, չէ, երևի, որ Մակրոնին ասում է դու չես շնորհավորել ինձ ու Ալիևին, որտեղ պարզվում է մենք հաշտություն ենք կնքել։ Դառնա ծաղրուծանակի առարկա։ Մենակ ինքը չէ, մեր երկիրն է դարձրել ծաղրուծանակի առարկա։ Ու իսկապես այդ ինչ որ ես տեսա սարսափելի է։ Ես 2001 թվականից անխոճ պայքարել եմ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ռեժիմների դեմ։ Ամեն օր վտանգելով առողջությունս, ազատությունս, այդ ընթացքում իմ չեմ զբաղվել իմ կարիերայով, բազմաթիվ այլ կորուստներ եմ ունեցել։ Բայց ես ձեռքս հիմա դնում եմ խղճիս ու ասեմ, մենք երբեք այդ բանից շրիշակից ներքև վիճակում չենք եղել։ Ու ավելի սարսափելի բան կա։ Այն որ պատկերացնում եք, որ սրանից ներքև հնարավոր չի, ինքը գտնում է նոր ձևեր ապացուցելու համար, որ իր հետ մենք դեռ շատ երկար ենք իջնելու հատակը։ Բայց հիմա Փաշինյանի թիմը կասի ինչ մեղավորություն ունի Փաշինյանը, որ օրինակ Թրամփը մեծ մարդ է եւ չի կարողանում ուղղակի հիշել Փաշինյանի ազգանունը, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Մի անգամ, որ Թրամփը մոռացել է Մակրոնի ազգանունը, Պուտինի ազգանունը, չգիտեմ, այլ պետության, եթե մարդը հիվանդություն ունի, մոռանալու դեմքերը չի հիշելու, անունները չի հիշելու, նույն հաջողությամբ Զելենսկուն կասի այն մի տղան կամ կասի օրինակ Զելենսկին, չգիտեմ, Զիմբաբվեի նախագահան, որը բանա, Ռուսաստանի հետ այդ չկա։ Իսկ սա ինչի մասին է վկայում, որ անհետաքրքիր է Հայաստանը Թրամփի որ Հայաստանը Թրամփին բացարձակ հետաքրքիր չի։ Իսկ այդ ճանապարհը, որ կառուցվում է, մի կողմից այդտեղ պրոյեկտ անում, մյուս կողմից Հայաստան իրան բացարձակ հետաքրքիր չի։ Այո, իսկապես Հայաստանը բացարձակ հետաքրքիր չի։
ռեգիոնից իր համար անունը կարևոր չի, բայց այդ եւս մեկ ռեգիոնից կամ ռեգիոնում ռուսական ազդեցությունը չես օգացնելու, թուլացնելու, վերացնելու այս նպատակը իրեն տալիս է մոտիվացիա անցնել ուղղակի այդ տարածքում գտնվող պետությունների ազգային շահերի վրայով, պետական շահերի վրայով, պես որ Ամերիկայի համար որևէ ազդեցություն չունի, թե Հայաստանն ու հայ ժողովուրդը ինչ ակնկալիքներ ունեն, ինչ հեռանկար են տեսնում, հա, արդյունքում։ Այստեղ շատ կարևոր մի բան կա։ Ես հիմա նաև կբացատրեմ այն ինչ որ իրականում է եղել, հա, ինչ որ արդեն կարծեք թե գաղտնիք չի։ Այստեղ Թրամփը ունի Ամերիկայի պետական շահ կամ իր դաշնակիցների պետական շահ, եւ այդ գործողությունները ուղղված են այլ երկրների պետական շահերի իրականացմանը։ Հիմա մասնավորեցնենք։ Արդեն գաղտնիք չի, որ ամերիկյան հանդիպումը կազմակերպվել է Ալիևի եւ Իսրայելի խնդրանքով։ Եվ Թրամփի այդ հատուկ բանը գնացը Ուիտկոֆը դասավորել է այդ գործը այս երկու երկրների շահերը սպասարկելով, որովհետեւ այդ ճանապարհից ովքեր են շահում, բոլորը բացառապես եւ բացառապես դժում ենք մենք։ Բայց ամեն դեպքում Փաշինյանը վերջին շրջանում ակնհայտ է, որ նաև ուզում է տարածաշրջանում փորձել գտնել նաև այսպես ապահովություն կամ հարաբերությունների կարգավորում Ռուսաստանի հետ եւս ջերմացնել հարաբերությունները, սա ինչի մասն է խոսում։ Կրկին ընտրություններից առաջ արվող քայլեր են։ Ընտրություններից առաջ բնականաբար ինքը պիտի փորձի հարաբերություններ շտկել, օրինակ, նույն Ռուսաստանի հետ հարաբերությունները այդ շտկելու միջոցով փորձի վայելել Ռուսաստանում 100,000-ավոր հայերի համակրանք կամ մեղմի են եղած հա ատելությունը իր նկատմամբ, որովհետև այդ հայերը ունեն ազդեցություն, հա, որովհետև այդ հայերը այնտեղ որ ապրում են, շատերը ընտանիք ունեն այստեղ, այդ ընտանիքն իրենք են պահում, ֆինանսավորում եւ մի խոսքով այդ բան դասական դարձած բան է, բայց այստեղ խնդիրը ավելի էլիտաների մակարդակով, հա, ասենք, Փաշինյանը մի մարդ է, ում որևէ մեկը որևէ բան չի վստահում։ Այդ որ մենք ասում ենք սուտ է խոսում, հա, ես սրա վերաբերյալ 16 թվին ես ասե, 17-ին ես, 18-ին ես, 19-ին ես, 20-ին ես, 25-ին ես։ Ինչի դրսում չգիտեմ, որ դա այդ մարդն է։ Բասուտ խոսան մարդու տունը հրդեհ հանգնում, ոչ մեկ չի հավատում, որ հրդեհ հանգել։ Բա իրանով է վստահելու։ Բա որ մենք ասում ենք անհրաժեշտություն է համար առաջինի փոփոխությունը։ Նաև այս իմաստով ենք ասում, այդ համար առաջինը որևէ կերպ չի համապատասխանում այդ իր պաշտոնին։ Կոստյում հագնել, հանել, սրտիկներ շռայլել։ Այսինքն ինչ դու տանում ես ազգին նվաստացուցիչ պարտության, հա, դու ուղիղ անգամներով մեծացնում ես եռաբլուրը, հետո գալիս ես սրտիկ է շռայլում։ Ում է սրտիկ շռայլում։ Ուզում է ցույց տալ, որ ինքը ժողովրդի հետ է, ժողովրդին սիրում է, ժողովրդի մի մասնիկն է։ Չէ, մենք հիմա հակառակում նախագահներն են, ովքեր օտար հեռացած են։ Մենք հակառակում համոզվել ենք ժողովրդին սիրողը ժողովրդին չի տանում փորձանքի, պահպանում է փորձանքից։ Այ կպահպաներ փորձանքից։ Գուցե ես էլ իր այդ իր թիմում լինեի այսօր։ Չմտածի, բայց չի պահպանել, չէ, հակառակը տարել է, կոտորել է, արուն է բերել, լաց է բերել, ողջ է բերել։ Գուցե ինքը կարծում է, որ ինչպես դա այդ ամենը ազդել է 2018-21 թվականին, հիմա կրկին կազդի ժողովրդի վրա։ Ես առաջարկում եմ իր փոխարեն չմտածենք, որովհետեւ ոչ թե նրա համար, որ դա մեզ պատիվ չի բերի, այլ ես վստահ եմ, որ մենք չենք կարող իր փոխարեն մտածել, որովհետեւ իր ուղեղում այն տեսակ Սոդոմ Գոմորա, հա, մենք չգիտենք, ինքը Ես կարծում եմ, որ ինքը օրվա մի հատվածը մտածում է, թե այսօր այս իրավիճակի վերաբերյալ ինչ սուտ հորինեմ։ Ես կարծում եմ, որ մենք այդ ստերի չասեմ տրամաբանական, բայց այդ բանը վեկտորը չենք կարողանա բռնենք։ Դրա համար Բայց ամեն դեպքում դա ազդում է ժողովրդի վրա։
դուք կարծում եք, որովհետև նա կարծում է, թե 2018-ին այս ամենը ազդել է եւ մարդիկ մտածել են, որ այո, Նիկոլը մեր մեջից է, ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ է, մեր խնդիրները լավ կհասկանա 21-ին, հիմա նույնը կունենա 26 թվականին։ Տեսեք, ինքը 18-ին իշխանության եկավ ժողովրդին համոզելով, որ Սերժ Սարգսյանը սուտ է խոսել։ Ընդհանրապես մի դրվագով, մեր չեմ հավակնում պետության ղեկավարի պաշտոնին հավակնեց։ Ամբողջ այդ իր քայլերթի ամբողջ ընթացքում բարձրախոսները դրած այդ մի սուտներ ասում։ Չնայած որ հետո պարզաբանվել էր, որ Արցախի համար է որոշել։ Մի կողմ դնենք։ Ես կարծում եմ, որ պետության ղեկավարը, եթե մտադրությունը փոխում է իրար հակասող բան, պիտի հստակ բան տա, հա, պարզաբանում տա ինչի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դեպքում մի օրվա մեջ այնքան սուտ կգտնենք, հա, իրար հակասող մտքեր, որտեղ եթե պետության այդ ինձ գուցե թույլատրվում է այդպիսի բան անել, հա, իրար հակասող մտքեր հայտնել, բայց պետության ղեկավարի այդ երկու հակասող միտքը կարող է կյանքեր արժանալ, հա, իր ազդեցությունը մեծ է պետական բան կառավարման համակարգում, այնպես որ բան անենք, այդ ստի մասով ինքը ասելու բան չի ունենալու։ Ինքը օգտվել է համաժողովրդական այն ալիքից, որը մերժում էր Սերժ Սարգսյանի իշխանությանը եւ այդ մերժող հասարակարգը դարձավ իրեն իշխանության բերող հասարակարգ։ Ես կարծում եմ, ես վստահ եմ, որ 21 թվականին մենք հայտարարություն ենք արել պաշտոնապես կուսակցության անունից, հա։ Ես բնականաբար եւ կողմ եմ այդ հայտարարության բովանդակությանը եւ բացի եմ, որ կողմ եմ, ես ինքս այդ բանի բովանդակության գրողներից մեկն եմ եղել, ես կարծում եմ, որ 21 թվականի ընտրությունները չեն համապատասխանել դեմոկրատական ընտրությունների որակին։ Եվ այդ ընտրությունները ամբողջությամբ, հա, անցել է ատելության մթնոլորտում, բանի այդ մերժողականության մթնոլորտում, վախի, շանտաժի եւ այլն, որտեղ ժողովրդին վախացնելով այն մյուս լիդերով բերես ստիպելա, որ իրեն քվեարկի։ Ինչա գաղափարների շուրջ ենք բան արել, հա, վեճ ունեցել, ասել ենք բացատրի, թե ոնց է Արցախում իրականացնելու անջատում հանուն փրկության ծրագիրը կամ ինքը բացատրել է, չի բացատրել, այդ գրել է ծրագրի մեջ, հա, որ Արցախը պետքա անջատել հանուն փրկության դոկտրինով եւ Արցախին տալ, Արցախցուն տալ իր հողում ապրելու բան։ Չէ, ինքը եկել է հրապարակներում մի հատ սղոց ձեռը սկսել է ճվճվալ, գոռգռալ, ատելության քարոզ անել, ատելություն տարածել, այն մյուսներն էլ իրան ուրեմն այդ բանը կասեին, հա, մեր ժողովուրդը ասում է կուտը կերել է։ Նրանք էլ այդ կուտը կերած իրար վրային ցեղ շպրտում ու այդ մթնոլորտում, հա, մենք ունեցել ենք ընտրություն։ Հիմա ինչ կլինի։ Հիմա իմիտեղ այդ թելը կտրվի։ Թելը շատ է բարակ է։ Ձգել ենք բարակ, պիտի կտրենք այդ թելը։ Պիտի մենք մարդկանց տանենք, հա, պոկենք, այս որտեղ մի հատ էլ, հա, Տեր-Պետրոսյանի բաներից հիշենք, այդ չեմ ուզում գուշակություն, բան, ապագան կանխատեսելու, հաշվարկելու, հա, արդյունքում ասված միտք, որ ասեց ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի, կվերջանա։ Հիմա տեսեք, այդ պահին կործանել էր Արցախի կեսը, ամբողջությամբ Արցախը կործանեց Նիկոլը։ Հիմա մենք պիտի հետամուտ լինենք, մեր ժողովրդին պիտի հասկացնենք, բացատրենք, որ պիտի այս արգելակենք սրան, թե չէ սա այն մնացածն է կործանելու։ Եվ ինչպես պետք է արգելափակենք։ Այդ բան չի, գրոտեսկ չի, մենք իսկապես գնում ենք բանի, ադրբեջանական հանրապետության, ադրբեջանացված հայկական հանրապետության ենք գնում։ Եվ ընդդիմադիր կեցվածք ունեցող ուժերը ինչ պետք է անեն։ Գիտեք, ես գիծ կգծեի այդպես բանով, կասեի, ասեք ով որտեղ է։ Ով է գնում 7 մանդատի, 3 մանդատի, ով է իր քաղաքական կարիերան սկսում
6 թվականին տենց բան անելու, կապիտալ հավաքելու կամ այդ հավաքած, չգիտեմ, հեղինակությունը քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու։ Ով է գնում այդ կողմ ու ով է գալիս Նիկոլին իշխանությունից հեռացնելու բանի, կոնսոլիդացիայի շուրջ հավաքում։ Ես այս գիծը կգցեի։ Ով կգա այս կողմ, ում գլխավոր խնդիրը պետությունն է, ես կարծում եմ այս բանով, հա, պիտի գնանք։ Այսինքն դու կողմ եք, որ համախմբում լինի։ Հակառակ դեպքում մենք գնում ենք այդ Տեր-Պետրոսյանի այդ կանխատեսումը իրականացնելու մեր ձեռքերում։ Ինչու՞։ Այսինքն եթե առանձին պայքարեն ընդդիմադիր ուժերը, անարդյունավետ է լինելու դա, թե ինչ խնդիր կա։ Իհարկե, ընդդիմությունը միշտ կենսունակ է, երբ որ ինքը իր կոնսոլիդացնում է բանը, հա, օրինակ հիշում եք 2008 թվականին Տեր-Պետրոսյանը ըստ էության հաղթեց ընտրությունները։ Եթե կեղծումները բան, հա, այդ կեղծումների մեխանիկան մենք դնենք բանի, հա, այն ինչ որ ունենք այն տեղեկությունը, թե ոնց է կեղծվել մի քանի տեղամասերում մենք բարձեցինք կեղծումների չափը, եւ եթե այդ չափը բերենք որակ դարձնենք, Տեր-Պետրոսյանը հաղթել է։ Բայց հաղթել էր, որովհետեւ ստացվեց այդ կոնսոլիդացիան, հա, 18 կուսակցություններ, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ ու ժողովուրդ։ Ժողովուրդը հավատաց, հա, որտեղ տեսավ իսկապես կարող ուժերը ընդդիմության գրեթե այն ընդդիմադիր կուսակցություններն։ Այսինքն դաշինքներով հանդես կան։ Դե հիմա օրենքի առումով, օրենքի իմաստով դաշինք է դրա։ Եթե, չգիտեմ, բոլորը չեն գալիս հավաքվում մի կուսակցության մեջ, հա, դի խնդիրը դրվի շատ բան, մեծ բանով։ Պլան A պիտի լինի, ներողություն, պլան մինիմումը պետքա լինի Նիկոլին իշխանությունից հեռացնելը։ Եվ ովքեր որ այսօր կգնան այդ այլ ճանապարհով, հա, ովքեր մեկը իր ուժերը կգնահատի, որ ինքը կարող է միայնակ, տեսեք դրանք 3-ից 5% չեն հավաքելու, որտեղ պետական այդ բան մեքենայի դեմ, եթե գնում ես փոքր ուժերով, մաքսիմում լինում է հետևյալը։ Այդ պետական ապարատը որոշում է, թե որ ուժերին 3 հատ մանդատ տանք, 3 հատ, 4 հատ մանդատ տանք։ Ուզում եմ ասեմ, հիմա այն պահն է, երբ որ այն ուժերը, ովքեր որ իրանց համարում են, որ իրենց գլխավոր գերխնդիրը պետական շահին ու ազգային շահին սպասարկելն է, պիտի ամեն ինչ թողեն մի կողմ ու գնան, հա, կարա լինի օրինակի համար, կարան լինեն ուժեր, ովքեր իրար հետ համագործակցելը տրամաբանված չի լինի քաղաքական իմաստով, նաև այլ իմաստներով։ Օրինակ, Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նրանց ղեկավարած ուժերի հետ չի համագործակցելու։ Բայց մենք ես գիտենք ինչու չենք համագործակցելու։ Այդ նաև 21 թվականի Նիկոլին հնարավորություն տալու վերարտադրվելու պատճառով այսօր չեն գնա համագործակցելու։ 21 թվականը Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր համախմբվենք։ Ահա, ինչի համար, չէ, այդտեղ շատ մի հատ կարևոր նյուանս կար, չէ՞։ Ոչ մեկը չենք առաջադրվելու։ Ասում էր նախ նպատակը Նիկոլին իշխանությունից հեռացնելն էր եւ երկրորդ 3 նախկին լիդերները որևէ պետական պայուսին դուրս էին գալի, ոչ միայն չպիտի զբաղեցնեին, այլև պիտի դուրս գային քաղաքական գործը։ Բայց ամեն դեպքում հիմա միգուցե դուք եւս այսպես փոխեք դիրքորոշումը եւ միաբանվեք եւ իսկապես ձեր ասածը որպեսի չլինի։ Տեսեք, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է եւ այդ ամեն ինչ հնարավորների մեջ նաեւ, հա, բանա որ մենք մեր հայտարարությունը եթե արել ենք, այդ նշանակում է, որ այդ մի հնարավորությունը այլևս բացառված է։ Որտեղ հակառակ դեպքում Հայ ազգային կոնգրեսը հավատարիմ մնալով իր 30-ամյա գործունեությանը, ես նկատի ունեմ ՀՀՇ-ից սկսած, հայտարարում է հրապարակային միայն այն, ինչը արդեն իր համար հստակ որոշված է։
եթե ունենայինք վերապահում, վստահեցնում եմ, այդ հայտարարությունները չէր լինի։ Օրինակ շատ քաղաքական ուժեր կարծում են, որ պետք է առանձին հանդես գան, բայց հետո երբ որ վճռորոշ պահ լինի, արդեն համախմբում տեղ ունենա եւ համագործակցեն։ Ռոբերտ Քոչարյանն էլ այդպես էր ասում։ Դե մենք տեսանք, չէ՞ մի անգամ։ Հիմա նայեք։ Դե օրինակ Ռոբերտ Քոչարյանը ասում էր Գյումրու սցենարը, 21 թվականին ինքը չի հաջողել։ Չի հաջողել, չի հաղթել Նիկոլին։ Ասում էր կռելու եմ, չի կռել։ Հիմա անցել է 5 տարի։ Ինչ է փոխվել Ռոբերտ Քոչարյանի մոտ, որ հիմա ինքը ավելի վստահ է գնում։ Ինչ է փոխվել։ Թիմն է մեծացել, համաժողովրդական վստահությունն է ավելացել։ Փաշինյանից հիասթափվածների քանակը մեծացել է։ Բայց իրանից էլ են հիասթափել, որովհետև մարդիկ Ռոբերտ Քոչարյանին ձայն են տվել, որ ինքը Նիկոլ Փաշինյանին հեռացնի իշխանությունից։ Ոչ մի բան չի եղել։ Անկամ բանը, եթե եղել են որոշակի ինչ շարժում ստեղծել են, ինչ արել են, չգիտեմ, Բագրատ Սրբազանի շարժման ինչ արեցին։ Ոնց կապիտալիզացրեցին հրապարակում, չգիտեմ, որոշ տվյալներով 50,000 հավաքված ժողովրդի այդ ցասումը, հա։ Բայց ըստեյության դուք էլ եք ասում, որ չեք միաբանվի, այս դեպքում ինչու եք իրեն մեղադրում։ Ես պարլամենտ չէ, ես մանդատ չեմ։ Նկատի ունեմ ձեր կուսակցությունը ոչ անձամբ ձեզ։ Հա, ես հակառակ բան չեմ ասել, դուք էլ իմ հակառակում չեք փորձում ինձ բռնել։ Ում միաբանվի։ Դուք ում հետ եք պատրաստ միաբանվել։ Չէ, ում միաբանվել Քոչարյանը։ Այդ շարժմանը, բայց այդ շարժումը առաջի օրը դիմել է իրենց, ասել է հելեք եկեք։ Ասել է impeachment, ձևը սենց եմ տեսնում։ Եկեք հրապարակ։ Այդ չեն գնացել։ Լավ այդ շարժումը չէին ուզում, թող իրանքը հորինեին։ Հորինեցին, չգիտեմ, հայրենիքի փրկության չեմ հիշում անունը, տենց մի հատ ինչ-որ շարժում։ Ինչ են արել։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինչ է ավելացել իր ռեսուրսին, որ ինքը շատ վստահ ասում է ես հաղթելու եմ։ Գնանք Նիկոլին հաղթենք։ Հիմա առանձին։ Մեր ձևով շարժման մասին էլ է շատ խոսում, որ հնարավոր է միաբանություն լինի, թեև համակարգող Նարեկը Կարապետյան ասում էր, որ հնարավոր չի, բացառում է, որ երկրորդ նախագահներին միանա, բայց այսպես չեզոք պատասխան տվեց կամ ձեռնպահ մնաց պատասխանելու, թե արդյոք ՀԱԿ-ին կմիանա կամ Էդմոն Մարուքյանի շարժմանը, կուսակցությանը։ Այդ ամբողջությամբ բանը, տեղավորվում է իմ ասած գիծը գծելու ու կողմերը որոշելու բանը։ Դուք բաց եք համագործակցության իրենց հետ։ Մենք միշտ ենք բաց համագործակցության համար։ Եվ բաց ենք, եւ ճկուն ենք։ Առաջարկ եղել է իրենց կողմից։ Հիմա տեսեք, հիմա պահը բանա, հա, այդ նախընտրականը չի, այդ դիրքավորվելու պահերն է։ Հիմա հավատացեք, որ տարբեր ուժեր իրար անընդհատ ինչ-որ առաջարկներ են անում, տրամադրություններ են շոշափում։ Այստեղ կարևորը նորից իմ համար այդ մի ուժի հետ կոնտակտը չի։ Այստեղ պետքա բոլոր ուժերը իրանց բացահայտեն։ Իրանք գծի որ կողմն են, գնում են 3 հատ մանդատ ստանալու, լավ 12 հատ մանդատ։ Որը մենք տեսանք, չէ՞ որ որևէ խնդիր չի լուծում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ստանում է 50+1, որևէ խնդիր չի լուծում, որտեղ այդ 50+1-ից թե օրինակ այդ impeachment-ի շարժման բան ասում էին, որ նրանցից կփոկենք։ Այդ գիտեք ում կարող եք փոկել։ Բան տղամարդ լինի, բան լինի։ Այդ դուք այդ ֆրակցիայում տեսնում եք մեկին, ով օրվա մեջ 5 րոպե կարա քաղաքական առումով եմ ասում։ 5 րոպե ինքնուրույն մտածի։ 5 հոգի լինեին, 5-ն էլ արդեն դուրս եկածած կլինեին, որտեվ այս 21-ից 25 թվականների ընթացքում այդ իշխանությունը այնքան բան արել, որ ինքնուրույն մտածող, հա, բան քաղաքական գործիչը հիմա 500 անգամ դուրս է եկել։ 2 հոգի հայտնվեցին։ Դուք ել եք կարծում, որ պետք է ընտրություններին պատրաստվել եւ ոչ թե փողոցային պայքար սկսել։ Ես կարծում եմ, որ ընտրությունների պատրաստվելը պետք է լինի փողոցում նաեւ։ Եվ ինչու ոչ գլխավորապես։ Այսինքն ես ճիշտ հասկացա։ Բանը մենք դուք գիտեք, որ Հայ ազգային կոնգրեսը իր ընտրական գործընթացները գոնե նախկինում միշտ զուգորդում էր փողոցի հզոր շարժման հետ։ Եվ դա այո արդյունավետ է։
Եվ դա անհրաժեշտ է, բացի այն, որ արդյունավետ։ Առաջիկայում կլինեն գործընթացներ, փողոցում կզարգանա, որովհետև նախորդ պայքարներին դուք չեք միացել։ Չէ, 17-ին չենք մասնակցել, բայց 21-ին միացել ենք, 21-ին միացել ենք, 21-ը ուներ իր բաները, հա, յուրահատկությունները, բայց հիմա մենք անընդհատ քննարկումների մեջ ենք, անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք եւ նաեւ ստրատեգիան մշակելու աղմուկ։ Այսինքն չեք բացառում, որ մեր ձևով շարժմանը կարող եք միանալ։ Ես ասացի, որ այն ինչը որ մենք բացառել ենք, արդեն բացառել ենք։ Եթե ինչ-որ պայի կզգանք, որ բացառում ենք օրինակի համար մուրճ եւ մանկախ շարժում, մենք էլի առանց կարմրելու այլ ուժեր, որ էլի բացառում եք, որ նրանց հետ հնարավոր է։ Այս պահին մենք հայտարարել ենք երկու ուժ, իհարկե կան ուժեր։ Իհարկե կան ուժեր, ընդդիմադիր, ես նկատի ունեմ, ոչ թե իշխանամերձ ուժեր։ Չէ, բնականաբար ընդդիմադիր ուժերի մեջ կան, այո, որոնց հետ մենք երբևէ չենք համագործակցել եւ այսուհետ էլ բացառում ենք համագործակցել։ Օրինակ, գիտեք, չէ, դեռ ուժեր կան, ովքեր խոսում են Վիլսոնյան Հայաստանի մասին։ Այդ քաղաքական բան է դա։ Գաղափարախոսությունը եւ ծրագրային դրույթ։ Իսկ լուսավոր Հայաստանի հետ կմիաբանվեք, թե ոչ Բարգավաճ Հայաստան իրենք եւս ասել են, որ մասնակցելու են։ Հակիկ Ծառուկյանն ասաց։ Ուժերի հետ ես կարծում եմ, այստեղ արդեն այդ մենք մեզ դիրքավորել ենք իմ ասած, հա, կողմում։ Հիմա այդ ուժերը պիտի իրանք հայտարարեն, հայտը պիտի ներկայացնեն, իրանք որ կողմում են։ Հիմա այդ նույն լուսավոր Հայաստանի համար, եթե խնդիրը փորձենք մասնակցենք 4 հատ մանդատ ստանանք, որոշակի բան ունենանք, ազդեցություն կամ չգիտեմ, այն հոգուս մեղք չլինի, օրինակ 4 հատ լավ աշխատավարձ ունենանք, այդ ուժի հետ բնականաբար այս մեր դիրքորոշումն ու այդ դիրքորոշումը իրար չկպնող դիրքորոշում։ Իսկ այն ճնշումները, որոնք սկսվել են իշխանության կողմից եւ նաեւ ակնարկները կուսակցությունների հետ կապված, չի մտահոգում ձեզ, որ իսկապես Փաշինյանը հնարավոր է ճնշումների գնա, կուսակցությունների նույնիսկ կուսակցություններ լինեն, որոնց Փաշինյանը թույլ չտա, որ նրանք մասնակցեն ընտրություններին, օրինակ Դաշնակցության մասով էր Փաշինյանն ասում, բայց նաեւ ընդհանրացնում էր այդ հարցը, որ կարող է լինել կուսակցություններ, որոնք օրինակ ընտրություններին չմասնակցեն։ Սա կարող է խանգարել գործընթացներին կամ Փաշինյանին ճանաչելով կարող է անցնել այդ քայլերի։ Այդ ովքեր նոր են մտնում քաղաքականություն, ասում են վախը բռնացա։ Ես մի հատ լուսահոգի նախկին ընկեր ունենք, իրան որ հարցնում են դու Ղարաբաղյան շարժմանը որ օրվանից ես միացել, ասում էր երկրորդ օրվանից առաջ օրը հարսանիք եմ եղել։ Հիմա 88-ից փողոցներում, փողոց չափած չգիտեմ, 1000 բանի մեջով անցած մարդիկ Փաշինյանից որ պիտի վախենային, այդ մեզ չէր սազում։ Բայց կգնա կարծում եք նման քայլերի, թե ամեն դեպքում արդեն գնաց, չէ, ինքը կարմիր գծերը հատել է։ Ինքը կարմիր գծերը հատել է։ Ես ուրիշ բան չասեմ։ Միայն Սամվել Կարապետյանը մեղադրանք։ Բագրատ Սրբազանը դրոշակ են սարքել, տերորիստ։ Հələ մի հատ փաստ չկա, որ այդ մարդը տերորիստ է։ Հələ թողենք այդ։ Մարդը ասում է մենք մեր ձևով հարցը կլուծենք։ Էդի թող աշխարհում մի իրավաբան հայտնվի այս նախադասության մեջ գտնի հանցակազմ, ես ձեր ասացի պես թողեմ տուն գնամ, վախենամ, թողեմ տուն գնամ։ Իդեպ այսօր նաև նրա խափանման միջոցի հարցն է քննվելու, երկարացվելու թե ոչ, եւ բացի այդ մեղադրանքում է փոփոխություններ եղել եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ են ամենալավը։ Որովհետեւ դե խայտարակ եղան այդ բանով, այդ ակնհայտ քաղաքական բաներ, հա, ակնհայտ անարդար որոշումներ, այդ հանցագործությունն է բանի դեմ, արդարադատության դեմ կատարված։ Հիմա փորձում են մեղադրանքը այնպիսի ծավալ բերեն, որ որպիսի կողքից նայող մարդը, գիտեք, չէ, փողերի լվացումը շատ ծանր բան խրթին հանցակազմ։ Հիմա ամեն մարդ չի կարա, այս դեպքում ակնհայտ է, գնացեք գյուղացուն ասեք, գյուղացին կասի, ես ամեն օր դրանից բեթարն եմ ասում։ Բայց այս փողերի լվացում մի հատ բոբոյ է։ Հիմա այստեղ էջեր են լցած, սենց տասնյակներ, հազարներով էջեր է լցրած, որ մարդ ուզենա հասկանա, այս ինչա,
Այդ ես գիտեմ, որ այդ էջերը բան են։ Սովետական Հայաստան թերթի բաներն են, այդ բաներն է, կարած բերը դրել են այդտեղ, որ դարձնեն գործ։ Բայց այն սովորական մարդու համար գուցե ինչ-որ պահի, ինչ-որտեղ կասկած լինի, նաև նկատի ունենալու, որ ֆինանսական ուրեմն մի հատ բանի հետ գործ ունեն, դե կարող է էլի արած լինել։ Այս է սրա նպատակը։ Այս ժամանակին դե արվել է, դե հիմա իրանք Այսինքն ամեն գնով նրան կալակին տակ պահելու որոշում կա, կարծում եք խափանման միջոցը չի փոխվի նրա, շարունակվի, վստահ եմ, որ չի փոխվի։ Իսկ նրա կալանավորված լինելը կխանգարի քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու։ Քաղաքական գործընթացներում այդ կալանավորված լինելը ում է խանգարել որ։ Գուցե դրսում կլներ իր շարժումը ավելի բան կլներ, որտեղ մարդիկ Սամվել Կարապետյանին ճանաչում են, Նարեկ Կարապետյանին նոր-նոր սկսում են սովորել, հա, կերպար բան, հա, բայց այնուամենայնիվ կալանավորված լինելը գիտենք, չէ, Լենինն էլ ամբողջ կյանքը կալանավորված էր, բայց հեղափոխությունն արեց։ Հնարավորություններ ամեն դեպքում ունեն։ Հա, ուզում եմ ասեմ, ոչ մեկի չի խանգարում։ Այդ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, եթե մտածում է, որ ազգի ընդդիմադիր հատվածին կալանավորելով իր իշխանությունը կերկարաձգի։ Միշտ հիշեք, ավտորիտար ռեժիմները ինչքան ճնշումը մեծացնում են, ինչքան բան են անում, այնքան հակազդեցությունը ուժեղ անում։ Կարճ օրինակ բերեմ։ 17 թվականին օրինակ մենք վստահություն ունեինք 17-ից հետո, որ մեր ժողովուրդը տևական ժամանակ չի իմբոստանա։ Բայց ինչի եղավ իմ կարծիքով այդ պայթունը, որտեղ 17 թվականի ընտրություններին մի հատ նենց պրես էին արել այդ ժողովրդին, այդ զսպանակը նենց էին սեղմել, որ հենց այդ լարը պոկեցին, այնպիսի ուժով հետ եկավ այդ զսպանակը, որ ճանապարհին էլ բան ինչ կար թրցրեց բան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, լավ եմ անում, որ հուշում եմ, թե վատ եմ անում։ Հիմա գնա կասի մի րոպե բան եմ ասում, չգիտեմ, բայց այդ զսպանակը ինչքան բան է անում, իր հակազդեցությունը շատ ավելի մեծ է լինում։ Հիմա ինչ վախենում ենք Նիկոլ Փաշինյանից։ Ովքեր են վախենում։ Լավ, ես ենթադրենք վախենում եմ։ Հո ազգի այդ ընդդիմադիր այդ դժգոհ հատվածը զանգվածներով հո չի վախենալու այդ բերթերից ու բաներից։ Այդ ինչքան պիտի նստեն։ Ինքը ինչքան նստեց 3 տարի է դա լինում։ Ռեժիմի ուժը 3 տարուց ավել չի պատում։ 21-րդ դարում կան այդպես է։ Եվ շատ կարճ ձեր մեկնաբանությունը, որ Փաշինյանը մի կողմից անընդհատ ուզում է Արցախի հարցը վերջնականապես փակի, բայց մյուս կողմից անընդհատ օրակարգ է բերում Արցախի հարցը, ասում է թող գան իմ հետ բանավիճեն, երեք էլ ասում էր, եթե չեն գալիս բանավիճելու, նշանակում է կամ ասելիք չունեն կամ դրսից է թելադրված եղել եւ Արցախի հարցը երբեք լուծման ճանապարհ չի ունեցել։ Որոշումը հստակ է։ Թող բացի 19-ի պլանը ու իր պատասխանը առաջարկները նկատի ունեք։ Այո, համանախագահների ուղարկած պլանը եւ դրան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատասխանը թող դնի սեղանի վրա, վստահ եղեք, օրը 5 հատ բանավեճեր լինի, որևէ մեկ այդ բանավեճը չի նայելու, որտեղ արդեն բացվել հանցագործությունը բացահայտվելու է իրավաբանի լեզվով ասեմ։ Այսինքն այդքան այնպիսի առաջարկներ են ներկայացված, որոնք շրջադարձային կլինեին Արցախի հարցի կարգավորման համար։ Չէ, ոչ թե շրջադարձային կլինեն, այլ Արցախի հարցը կարգավորվեր ու ինչքան էլ օրինակ 97 թվի պլանից վատը լիներ, դա 100 անգամներով ավելի լավն է լինելու, քան ինչ որ մենք այսօր ունենք, 1000 անգամներով։ Դեղ լինելու էր 130,000 անոց։ Իսկ միգուցե դուք հրապարակեք։ Անգամ եթե մենք դրանից 5 օրինակ ունենք, այդ անհրաժեշտ է որ պետությունը հրապարակի, որովհետև ինձ կարող է, չգիտեմ, ձեր լրագրողները չհավատան իմ հրապարակած, հա, բանին։ Ես չգիտեմ, ես չունեմ անձամբ։ Իհարկե գիտեմ ինչ ա եղել գրած մեջը, բայց ես չունեմ, բայց ձեր լրագրողները իրավունք ունեն չհավատալու իմ բանարած, հա, տպած պլանին։ Բայց իր տպած պլանը դա պաշտոնական փաստաթուղթ պիտի լինի։ Դե ինքնասմույց չեն ուղարկել, նախագահին են ուղարկել։ Եվ դա ըստ էության նույն առաջարկները ինչ որ մինչև այդ ուղարկվել է։ Եկեք այդ ճեպազրույցի ժամանակ այդպես ասած, ասուլիսի ժամանակ։ Եկեք չմեկնաբանենք էլ։ Մեզ չի սազե։ Շնորհակալ եմ զրույցի համար։
Զրուցակիցս Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ իրավաբան Արմեն Խաչատրյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։